Մագդա, ոնց որ թե սրտխառնոցս անցավ։ Շատ լավ է, արևս, նստի ուրեմն արդեն մի բան կարաս ուտես։ Բայց որ ուտեմ, էլի չի սկսի խառնել։ Չէ, արև մի մտած, ես թեթև բանա, ոչինչ բան էլ չի լինի։ Դե լավ։ Ես հիմա դուռը բացեմ գամ, հա? Արի գնացի։ Արի գնացի։ Մագդա! Հանգիստ եղի, ես հորքուրից մի քանի ժամով տանում եմ ու հետ բերեմ, հա? Մագդա, պապա ինձ զանգ։ Գնաց տեղից։ Դա քո սենյակը։ Արի դոս։ Հա բալես։ Պապ, չգիտեմ ով էր եկել մեր տուն, բայց Մագդային տարավ։ Ինչ։ Պապ, շուտ արի, խնդրում եմ, վախենում եմ։ Արև ջան, բալես, մի հատ հանգստացի մի հատ ու փորձի մի հատ նկարագրես հասկանամով է։ Ոնց որ անունը Կարեն էր, Մագդան Կարեն էր ասում։ Ես հենց հիմա գալիս եմ, սպասի ինձ, գալիս եմ բալես։ Ես իմ վերջին փորձն է, որովհետև էլ տեղ չունեմ սպասել, որովհետև ինձ խեղդում են արդեն, ես էլ չեմ կարողանում փողոց դուրս գալ, եթե ես էլ չստացվեց, արասներիս համար պատասխանատու չեմ, հենց որ փողի եմ սպասելու, էլի եմ ասում, ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ սպասելու հնարավորություն։ Ալին այսօր դասդ ընդհանրապես լավ չպատասխանեցիր, ինչ-որ բան ա եղել։ Հա, Ռոբ, ես էլ զգացի։ Ուղղակի մտքերս լրիվ ուրիշ տեղ էին։ Պապայիդ գալով ա պայմանավորված։ Ռոբ, դու այսօր երկրորդ ժամից ես եկել ու չես տեսել, որ ինձ դասի պապան ա բերել։ Նենց անսովոր վիճակ էր։ Երեխեքը հարցեր էին տալիս, իսկ ես չգիտեի ինչ ասեի։ Մանավանդ են մերին, որ առիթը բաց չի թողնում իր անձնական կարծիքը ասի։ Բա ինչի ինձ շուտ չես ասել։ Որովհետև չեմ ուզում, որ իրանց հետ գլուխ դնես։ Իրանք մեկը ոչ մի բան չեն հասկանում։ Ես իրանց հարցերին չեմ պատասխանել, ուղղակի արհամարել եմ, որովհետև պարտավոր չեմ պատասխանել։ Այդ լավ ա, որ սրտիդ մոտիկ չես ընդունում, բայց պետք ա ինձ ասեիր Ալին։ Ալին ջան, եկել եմ, որ միասին հետ գնանք տուն։ Տարեցես։ Դասարանցի տա։ Ալին չես ուզում ծանոթացնես։ Նորո Արշակ, նորա։ Լանա, ինչ ա եղել։ Ինձ Արշակն ա պետք, տեղը գիտես։ Ասում ինչ ա եղել, ինչ ես վիճակում։ Լանա, ինչ ա եղել։ Մագդան։ Մագդան ինչ։
Չէ, նորը դու գործ չունես, Արշակն է ինձ պետք։ Լաննա, ասում եմ Մագդան, ինչ։ Զանգերից չի պատասխանում Մագդան, Արշակի մեքենաս տեղ չի, ասա տնամ ինչ ա եղել։ Հա, Փերուսես մի փորձի խոսա։ Նորը Կարենը Մագդային գողացել է։ Ինչ։ Ինչ ես խոսում, Լաննա, ոնց կարա տես բան լինի, ինչ ես խոսում։ Հա, ես էլ չէի հավատա։ Բայց նկարն ուղարկել է։ Նորը փող ա ուզում, այս անգամ հաստատ հետ չի կանգնելու։ Այս իրա կյանքի հարցն է։ Նորը ինձ Արշակն է պետք, ես չգիտեմ ինչ պիտի անեմ։ Հենց հիմա Զանգի հետ անասունին։ Զանգի ասա, որ գումարը գտել է Զանգի, Լաննա։ Չի հավատա։ Դու էլ նենց խաղա, որ հավատ ասում, հենց հիմա Զանգի։ Զանգի հետ անասունի Զանգի։ Նորը ինքը ինձ նոր ա զանգել, եթե ես հիմա հետ զանգեմ, իրան կհասկանա, որ խաբում եմ։ Լաննա, չես դեսում քեզ ինչ եմ ասում։ Ասում հենց հիմա Զանգի հետ անասունին։ Ինչ ասի համաձայնվի, ասա, որ հենց հիմա գումարը քո մոտ ա։ Շուտ արա Զանգի։ Ու մի դողա, ես էլ լավ վիճակում չեմ, բայց մենք պետքա մեզ զիգ պայենք, Զանգի հետ անասունին ասա քո մոտ ա գումարը։ Շուտ արա Լաննա։ Բաց ես դուրը։ Էս ուր ես ինձ բերել։ Հանգիստ նստի տեղը չի բացվելու։ Դուրը չի բացվելու։ Նենց որ հանգիստ նստի մինչև տեսնենք ինչ են անում։ Քեզ սիրող մարդիկ։ Չնայած կարծում եմ Լաննան քո համար լիքը բաներ կանի։ Ինչ ես խոսում։ Լրիվ սխալ հաշվարկներ ես արել։ Ես Լաննայի համար ոչ մեկ եմ, որ իր կյանքը վտանգի։ Ինձ թվում է սխալ հաշվարկները դու ես արել։ Լաննան քո համար աշխարհն էլ շուռ կտա։ Ճիշտ է, քեզ մի կտոր հաց էլ չի տվել ամբողջ կյանքում, բայց քո համար լիքը բաներ կանի։ Այսինքն ինչ ես խոսում։ Ինչ է այդ ասածդ նշանակում։ Լավ, նստի տեղը հավես չունեմ կյանքս պատմեմ։ Բաց ես դուրը։ Ես Ռոբն եմ, Ալինայի դասարանցին, համել մոտ ընկերը։ Իմ անունն էլ Բաբկեն է։ Ես Ալինայի պապան եմ։ Նոր եմ եկել Հայաստան։ Հա, Ռոբը ինձ միշտ ճանապարհատուն, հետո ինքն է գնում։ Ինձ թվում է այս անգամ Ռոբը չի նեղանա, որ ես քեզ տանեմ տուն։ Ալին, դե ես գնամ, խոսենք։ Լավ, Ռոբ, ես կզանգեմ։ Հաջողություն։ Ալին ջան, դու աղջիկ ընկերուհի չունես։ Ինչի աղջիկը ամենամտերիմ ընկերը պետքա պարտադիր աղջիկ լինի։ Չէ, բալես, բան չասեցի։ Կարա եւ լավ տղա լինի։ Հա, Ռոբը իմ մտերիմ ընկերն է։ Մենք նորմալ շփվում ենք ու նորն էլ տեղյակ եմ մեր շփման մասին։ Բալես, բայց ես քեզ չնախատեցի, չէ։ Ես մենակ ուրախ եմ, որ դու սենց շատ լավ ընկերներ ունես։ Իսկ ինչ կասես, որ այսօր մի լավ տեղ գնանք, հետո նոր գնանք տուն։ Չէ, ես տուն եմ գնում։ Իսկ ես ուզում եմ մի հետաքրքիր բան կազմակերպեմ քո համար։ Մի լավ կհոգնենք, հետո նոր կերազենք տուն գնալու մասին, հա։ Բարձր խոստիր։ Ասա։ Կարեն փողը մոտս է, տեղը տասա։ Այսքան շուտ։ Կարեն ասում եմ փողը մոտս է, ուր բերեմ։ Որտեղ ես։ Քեզ համար ինչ տարբերություն։ Քո համար կարևորը քո փողը չի։ Չեմ հավատում։ Տեսա զանգով զանգի ցույց տամ։
Արշակի տան մոտ եմ, Կարեն։ Ինչ տեսել վերցրել եմ, տեղը տասա։ Ոնց ես մտել այդ տուն։ Դուք վիճել էիք, չէ՞։ Էլ ձեր հարաբերությունները այդքան էլ լավ չէին։ Ամեն դեպքում առաջվա նման չէին։ Քո համար կարևորը քո փողը չի։ Լավ։ Ուրեմն փողը կբերես կտաս ինձ ու դու հանգիստ կգնաս։ Հետո Մագդային կսպասեք տանը։ Չէ։ Ես միջև Մագդային չտեսնեմ, դու այդ փողը չես ստանալու։ Դու կգաս Մագդայի հետ, Կարեն։ Ու ես իմ երեխուն կտեսնեմ ողջ առողջ կողքդ կանգնած։ Այդ դեպքում ամեն ինչ կստանաս։ Հակառակ դեպքում դու լավ գիտես, որ ես ուղակի կգնամ ոստիկանություն ու ես թքած ունեմ ամեն ինչի վրա։ Դու այդ լավ գիտես, Կարեն։ Ընտիր։ Այդ դեպքում ես էլ Մագդային կուղարկեմ հրեշտակների մոտ։ Էն աշխարհ։ Հասկացար։ Ստեղ օրենքները ես եմ թելադրում, ոչ թե դու։ Այս լավ։ Համոզիչ ես խոսում։ Կարողա փողը մոտդ լինի, ինչ ասեմ։ Ամեն դեպքում ես էլ այդքան անխիղճ չեմ։ Չէի ուզենա, որ այսքան տարի երեխուն կորցրած մայրը չկարողանալ իր երեխուն տեսնի։ Կխղճամ, կթողեմ, կտեսնես։ Կարեն, եթե դու Մագդային իմ մասին մի բառ ասես, ես քեզ կսպանեմ։ Ապրես, ինչ հզոր ես, չես ուզում գործդ հեշտացնեմ։ Կարեն, դու ինձ լավ ես ճանաչում։ Գիտես, որ ինչքան պետքա կհամբերեմ, բայց որ համբերությունս հատեց կսպանեմ, Կարեն։ Լավ, արդեն ներվերից վրա ազդում ես։ Տեղ ու ժամ կասեմ կգաս։ Մենակ մի բան։ Մենակ կգաս։ Նորից եմ ասում։ Մենակ։ Եթե իմացել եմ հանկարծ ինչ-որ մեկը պոչիտ նստած է, կգնային աշխարհ։ Ես չգիտեմ ինձ ոնց եմ զսպելու, որ այդ աննասունի կոկորդը տեղում չկտրեմ։ Նորո դու հասկանում ես, որ մենք սխալ բան ենք անում։ Դու չգիտես ինքը ինչերի է պատրաստ, կվնասի երեխուս։ Ռիսկ չի անի, ես թույլ չեմ տա։ Կանի, Նորո։ Դու իրան չես ճանաչում։ Նորո ինքը մարդ է, ում հետևից քաղաքն է անգած։ Հասկանում ես, ինքը պարտքերի մեջ է, իրան սպառնում են, իրան անընդհատ զանգում են, իրան հետևում են։ Մի անգամ ես իմ աչքով եմ տեսել Մոսկվայում ոնց էին ծեծել։ Երկու օր ոչ նստելա, ոչ քայլել։ Հասկանում ես, այն մարդը, ով որ իր կյանքի համար կռիվ է տալի, ամեն ինչի պատրաստ է, ամեն ինչի, Նորո։ Էդո, ուշադիր լսի, թե ինչ ենք անելու, շատ ուշադիր։ Մի րոպե էդ։ Արև ինչ ա եղել։ Արև ինչ ա եղել, ինչ ես վիճակում, Արև։ Բայց լավ խաղացինք, չէ՞։ Ալին, գիտես, ես հիմա ինձ քո տարիքին եմ զգում։ Բայց դու ուզեցիր, որ մենք տենց խաղերով տեղ գնայինք։ Ես սովորական քայլելուն էլ էի կողմ։ Քայլելը միշտ էլ կարանք, Ալին, բայց ես ուրիշ էր։ Գիտես, ես սենց խաղերը մի քանի տարի առաջ ավելի հավեսով կխաղայի։ Բայց մենք տենց շատ չէինք գնում սենց տեղեր։ Տարվա մեջ մի օր լիներ կամ չլիներ։ Ես հասկանում էի, որ Նորոն հազիվ էր տան ծախսերը հոգում ու հո չէի ստիպելու, որ ինձ սենց տեղեր տաներ։
Մենք դասարանով էլ էինք կազմակերպում, որ դասից հետո գնայինք, լավ ժամանակ անցկացնեինք։ Բայց ես այդ օրը մնում էի տանը։ Ձևացնում էի իբրև լավ չէի, որ չգնայի ու ստիպված չլինեի բացատրել, թե ինչի իրանց հետ չեմ գնում։ Ես գիտեի, որ եթե Նորոյին ասեի, ինքը ամեն ինչ կաներ, որ ես գնայի, ոչ մի բանից հետ չմնայի, լավ ժամանակ անցկացնեի։ Բայց ես չէի ուզում, որ ինքը իրան վաց կար։ Ու ստիպված լիներ մտածել, թե որտեղից այդ գումարը գտներ։ Գիտես բալեսի մեծ խոսքերդ ոնց են ինձ մաս անում։ Ես աշխարհի ամենամեղավոր մարդն եմ ինձ զգում հիմա ալի։ Հանգիստ։ Ոնց ես։ Ոնց որ հիմա ավելի հանգիստ ես, չէ։ Զգացիր, որ ոչ մեկ քեզ չի լսում։ Հա մի մտածի, ես շատ հանգիստ եմ։ Ինչա թվում, քեզ թվում է քո նմանից պիտի վախենամ, չէ բացարձակ չեմ վախենում։ Գիտես մենակ քո համար եմ նեղվում, որովհետև լավ գիտեմ Նորոն ու աղբերս քեզ ինչ են անելու, քեզ ինչ օրն են գցելու։ Իսկ քո նման զզվելի տականքի հետ պարզա, որ շատ տհաճ է միտեղ լինելը։ Ինչ հավեսով ես ասում աղբերս։ Այսինքն Հեչ։ Ոչինչ, դու սենց խոսա է, դու չգիտես քեզ արշակը ինչ է անելու։ Քո երևակայությունը այդքան չի հերիքում, որ դու պատկերացնես իմ աղբերը քո հետ ինչ է անելու։ Ինչ ես ուզում։ Ուզում ես ասեմ, որ վախենում եմ քեզանից։ Ինչ պիտի անես, պիտի սպանես։ Դե սպանի։ Քեզ փողից բացի ուրիշ ինչ է պետք ասես։ Նա ինձ։ Նա։ Քեզ չճանաչողը կմտածի սիրուն, պուպուշ, անմեղ աղջիկ ես։ Բայց թե ոնց ես ես պուճուր բերանի մեջ տենց երկար օծի լեզու տեղավորել, այդ չգիտեմ։ Ասում արի մի բան անենք, կտրեմ, համ քո գործը կհեշտանա, համ էլի քիչ կխոսաս։ Ես էլ քեզ չեմ պատասխանելու։ Չէ, անիմաստ է քո հետ խոսալը, գնա ինչ ուզում ես արա, գնա ինքդ քո հետ խոսա։ Բայց դու սպասի, որովհետև Արշակն ու Նորոն գալու են։ Հասկացի վերջապես, որ վերջ քո վերջը եկել, այսօր քո վերջն է։ Ես հիմա մենակ մի բանի համար եմ նեղվում, էդի են երեխեն է։ Այն երեխեն, որ տենց վախեցած տունը մենակ մնաց։ Մենակ էդ է պատճառը, որ ես ինձ վատ եմ զգում։ Դե չէ, ես ոնց կարամ քո նմանին մարդու տեղ դնեմ։ Քո նմանին մարդու տեղ չեմ դնում, ուր մնաց քեզ ինձ վախենամ։ Ոչինչ, ես շատ հանգիստ եմ, որովհետև սպասում եմ, պատկերացնում եմ, որ Արշակը գա քեզ ինչ անել։ Սուս մնա, հերիքա այդքան դրա անունը 10։ Հերիքա այդքան դրա անունը 10 ներվերից վրա ազդում է դրա անունը Արշակ։ Խանգարվում եմ։ Մի ասա այդ անունը։ Նորո, Լանան կմնա երեխու մոտ։ Չէ, Արշակ, դες չի լինի։ Լանան է խոսացել այդ Անասունի հետ, ասել է, որ ինքն է գումարը տանելու։ Գոնե սկզբի համար մեր հետ պետքա լինի, որ այդ Անասունը ոչ մի սխալ բան չանի։ Հանգստացի, խնդրում եմ, մենք ամեն ինչ կհասկանանք։ Մենակ խնդրում եմ հանգստացի։ Մենք պետք է հանգիստ լինենք։ Հասմիկ ջան, ուզում եմ հասկանամ հեռախոսդ ինչի համար է, տեսել ես ինչքան եմ զանգել, ինչի չես պատասխանում։
Մագդան ողջ, հա? Դրա անունը մի տուր, հա? Ոչ հանդիպման եկա, ոչ էլ զանգերիս պատասխանեց։ Հա, մարդը ասել էր, որ չի գալու։ Ես էլ ասել էի, որ եթե չգա, գնալու եմ իրանց տուն։ Գնացիր։ Չէ։ Մի ժամից ավել սպասել եմ։ Բայց գիտես, չէ, ինձ թվում է ինքը չգիտի, որ ես իր տանն եմ մնում, որովհետև որ իմացավ, զարմացավ։ Ու ինձ թվում է, որ ես շատ լավ տարբերակ է օգտագործելու համար։ Իսկ արա շատ հարմար նենց անես նորոն քեզ տանից դուրս անի։ Չի հանի, Էլիս։ Հոչի թողնելու դրսում մնամ։ Ոյ հոսմիկ։ Ինչ Էլիս։ Ինչ։ Ես չեմ ուզում նորոին կորցնեմ, հասկանում ես։ Կարող եմ մի քիչ էլ մնանք նոր գնանք, հա, բալես։ Չէ, էլի ես արդեն հոգնել եմ։ Տուն եմ ուզում։ Բալես, գիտես, ես ուզում եմ, որ դու իմ հետ ավելի անկեղծ լինես, ավելի պարզ։ Զգում եմ մի տեսակ կաշկանդված ես։ Կարող է չես ուզում, որ գամ, գնամ։ Տհաճ է քեզ իմ ներկայությունը։ Չէ, ուղղակի ես սովոր չեմ քո ներկայությունը։ Հա, ես միշտ երազել եմ պապա ունենալու մասին։ Միշտ սպասել եմ ես քեզ։ Բայց ես չէի հավատում, որ դու կգայիր։ Դրա համար էլ երևի հանգիստ երազել եմ։ Ու ես երևի միակ մարդն եմ, որ վախեցել է իր սեփական երազանքը կատարվելու մասին մտածելուց։ Որովհետև ես չգիտեի այդ ժամանակ ինչ կզգայի։ Ավելի շատ կուրախանայի, թե կտխրեի։ Ալին, ես քեզ խոստանում եմ, որ իմ ներկայությունը քեզ շատ երջանկություն է բերելու։ Դու այսօր շատ անգամներ ժպտացիր։ Ասա, որ մոռանում էիր այդ պահերին անցյալը։ Հա, մոռանում էի։ Բայց այդ մի պահ էր, որը ոնց գալիս էր, տենց էլ գնում էր։ Լավ։ Արի հիմա քեզ ճանապարհեմ տուն, որ մեր խոսակցությունը ավելի տխուր չդառնա, լավ։ Լսի, կարող է ես քո խաղալիքն եմ, ինչի հանդիպման չեկար։ Մագդա, դու կյանքում լավոր չես ունենալու, հասկացար։ Ու այդ ես եմ քեզ խոստանում։ Եթե իմ մոտ չստացվի ձեզ բաժանել, ես քեզ խոստանում եմ, որ դուք ամեն օր արթնանալու եք մի նոր խնդրով, հասկացար։ Դուք երբեք երջանիկ չեք լինելու, ու երբ որ դու մտածես, որ դու երջանիկ ես, կհիշես ինձ։ Լսի, լրիվ ես խելքը թռցրել, հա դու։ Ինչ ես անում, ուզում եմ հասկանամ, Հասմիկ, ինչ ես անում։ Ես արդեն սկսում եմ վախենալ քեզնից։ Էլիս, ինչ։ Դու հասկանում ես, որ դու նորոյին ես արդեն սկսել անիծել։ Հա, ես կարամ քո հետ միասին պայքարեմ, Հաս, կարամ։ Բայց այս քո պահվածքը հանդուրժել ես չեմ պատրաստվում։ Ինչ է կատարվում այստեղ։ Ինչ եք ձեններդ գլուխներդ գցել։ Վիճում եք։ Տաճ ջան, մեծ կին ես։ Տարիների փորձ ունես, բացատրի ես աղջկան, որ անեցքը լավ բան չի։ Այսինքն Մագդային անիծելով իրավիճակն է թեթևացնում, էս էլ նոր բան է։ Դու չես հասկանում, որ այս քո քայլով ստիպում ես Մագդային, որ քեզ լուրջ չվերաբերվի։ Դրա համար էլ այսօր հանդիպմանը չի եկել։ Հասմիկ ջան, բալես։ Ինչ թամարտոտ։ Ինչ։ Ես էլ ինչ անեմ, կասես։ Ես էլ չգիտեմ ոնց պայքարեմ, ինչ անեմ, իմ գլխից դուրս չի գալիս այդ միտքը, որ այդ Մագդան եկավ ու փչացրեց ամեն ինչ։ Ես ու նորոն համարյա հաշտվում ենք, հասկանում ես։ Այստեղ մի հատ ստոպ, կանգ առ։ Դու նորոն չէիք հաշտվում։ Ես չգիտեմ դու ոնց, բայց նորոն հաստատ չէր հաշտվում, Հաս։ Լուրջ։ Լուրջ, հիմա դու ինձ ես ամեն ինչը պետք է ասես, Էլիս։ Չես ամաչում։ Ես տենց եմ քո հանդեպ, Էլիս։ Ինչի ինձ ես ամեն ինչի մասին հիմա ասեցիր, հա?
Ինչ նորություն կա։ Հետո սիրտս պայթում է, չեմ դիմանում, ապեր, չեմ դիմանում։ Գրեց։ Գնացին։ Ուր ենք գնալու։ Հարցեր մի տուր։ Ոչ մի տեղ էլ չենք գնալու, ստեղ մնալու ենք։ Ուղղակի չգիտեմ, ստեղ մնալով դու ազատություն ես ստանալու, թե մեռնելու ես։ Չնայած Լաննայից է կախված։ Այսինքն Լանայից։ Դրա համար ասում եմ հարցեր մի տուր։ Հարցեր մի տուր։ Հասմիկ ջան, Էլիզն էլ է նեղված։ Չէր ուզում քեզ նեղացներ, բայց ամեն դեպքում անիծելը շատ վատ բան է։ Ջահել աղջիկ ես, քեզ չի սազում։ Թամար տատ ես չեմ անիծում։ Ես ուղղակի ասում եմ, այն ինչ իրան սպասվում է։ Իսկ Էլիզը չգիտեմ ինչ է այս ամեն ինչ այսքան ծանր տանում։ Ես ընդամենը ասում եմ մի էժանացի այդքան։ Մի էժանացրու քեզ։ Լավ, վերջ տվեք, այս են թեման չի, որ վիճեք։ Հասմիկ ջան, բալես, ես քեզ հասկանում եմ։ Գիտեմ, որ շատ ծանր է քո վիճակը։ Գիտեմ, որ շատ դժվար է սիրածը տղային ուրիշի կողքին տեսնելը։ Բայց ամեն դեպքում կյանքում ինչպիսի իրավիճակում էլ հայտնվես, միշտ սթափ մտածիր։ Ու ոչ մի անգամ ինքնակառավարումդ մի կորցրու։ Դա ոչ մի լավ բանի չի բերի։ Թամար տատ, իսկ եթե արդեն պետքա պարտությունս ընդունեմ։ Դու առաջ ավելի խելացի քայլեր էիր անում, քան հիմա։ Էլիս, եթե հիմա Էդոն ինչ-որ ուրիշ աղջկա սիրեր, ինչ կանեիր։ Մի հատ հիշի էլի, որ Էդոն իր աշխատակցին գրկել էր ու դու տեսել էիր այդ ամեն ինչը ոնց էիր տարել այդ փաստը։ Հիշի մի հատ, Էլիս։ Հաս։ Գիտես, մեղադրելը շատ հեշտ է։ Շատ։ Ուղղակի երևի դուք չեք հասկանում, ես Նորոյին ինչքան շատ եմ սիրում։ Ես իրան այնքան շատ եմ սիրում, որ ես իմ քայլերի համար արդեն չեմ հասկանում ինչ եմ անում, ոնց եմ անում, էլ չգիտեմ ինչ անեմ, Էլիս։ Ու ես ուղղակի երևի հիմա արդեն ոչ միայն Նորոյին եմ կորցրել, այլ ընկերուհուս։ Ինչ վատ վիճակում է, շատ մեղք է այս աղջիկը։ Ես ոնց է դանջվում։ Մարդ չգիտի էլ ինչով օգնի։ Նեղացավ ինձնից։ Դե մի քիչ նուրբ խոսեիր էլի։ Տեղից էլ վատ է։ Վայտա ջան, ես ինչ։ Ես երեկվանից ասում մի անիծի Մագդային, նա Մագդան մի ուղարկի, չի լսում։ Ես զարմանում եմ ին վրա։ Թե ոնց եմ ձեր ձեռքը դիմանում։ Թե ոնց չեմ մեռնում։ Դե ես արդեն գնամ։ Դե ես էլ եմ բարձրանում։ Հա։ Հա, չես ուզում բարձրանամ։ Մտածում եմ, բա որ նորոն գա։ Պարզա, ամեն ինչ պարզա։ Չէ, ես ուղղակի չեմ ուզում դուք կռվեք։ Ու ոչ էլ ուզում եմ, որ նորոն ինձնից նեղանա։ Այսինքն թաքուն եք հանդիպելու։ Ես չգիտեմ։ Բայց դու պետք է ինձ հասկանաս։ Նորն իմ ամեն ինչն է ու ես չեմ ուզում, որ ինքը նեղանա։ Անկամ հանուն ինձ։ Լավ, պարզա։ Դու բարձրացիր, ես չեմ գա։
Կարեն, ես տեղում եմ, դու ուր ես։ Ես քեզ տեսնում եմ, բայց հաստատ մենակ ես։ Հա, մենակ եմ, Կարեն։ Փողդ էլ պայուսակից մեջ է։ Բայց միջև Մագդային չտեսնեմ, չես ստանալու։ Ինչ տականք ես, Կարեն։ Ես ոնց եմ քո հետ ապրել։ Կարող է այդ տականքը դու ես եղել։ Տեղից չշարժվես։ Լսի, դու կինոներ սիրում էիր, չէ՞։ Կինոներում ոնց էին անում։ Փողը դնում էին, հետո գնում էին։ Հիմա մի հատ էլ վերիշի, կինոներում ոնց էին անում, փողը դնում էին ու գնում էին։ Չէ՞։ Փողը դնում էին ու գնում էին։ Դիր գնա։ Նորը հանգստացին։ Ես ասել եմ, չէ, ոչ մի բան չի անելու։ Մենք չգիտենք, թե դրա մտքին ինչ կա։ Մագդան կողքնը ձեռին էլ դանակ։ Հանգիստ ուղակի սպասենք։ Հանգիստ մնա տեղդ։ Հանգիստ մնա տեղդ։ Ոնց որ ուզում ես անընդհատ հիշացնեմ, հա, ինչ էի ուզում։ Կարեն, Սոս մնա, այդքան մի ասա Կարեն, ես իմ անունը շատ լավ գիտեմ, որ Կարենը փողերը դիրու գնա։ հա, ես հիմա իմ պայուսակը կդնեմ գետնին։ Ու դու Մագդային բաց ես թողում։ Լավ բան չեմ զգում։ Լավ բան չեմ զգում։ Կարող է պոչիտ մարդը նստել, հա։ Ես այդքան անխելք չեմ, Կարեն։ Չէի ասի, լավ էլ անխելք ես։ Չեմ հավատում քեզ։ Լավ բան մտածեցի։ Ես ու Մագդան փողերի հետ կգնանք, հետո որտեղ հարմար լինի, ես Մագդային կիչացեմ, լավ ա տենց։ Մենք տենց չենք պայմանավորվել, Կարեն։ Պայմանները ես եմ թելադրում, ոչ թե դու, դիր ու գնա։ Փողերը հաշվի։ Հանի ու հաշվի, ուզում եմ տեսեմ ինչքան է։ Հանի հաշվի փողերը։ Չէ, դու ինձ արդեն ձեռ ես առնում։ Այս ձեր կազմակերպած հերթական խաղն է, չէ։ Դու էլ եկել ես ինձ փրկես ինչա թե աչքից բարձրանաս։ Կասես ինչի համար, ես չեմ ուղակի այդ հասկանում։ Թե արշակի հետ կապված հույսեր ունես մինչև հիմա։ Տես, երեխեն էլ է հասկանում արշակի թեման։ Այս դանակը ոչ թե իրավս իմ պետք է լիներ, այ քո։ Մագդա քեզ ինչ ասի չհավատաս, լսում ես։ Լավ, արդեն երկարացնում ես։ Ես Մագդայի հետ ու փողերի հետ գնալու եմ, որտեղ որ հարմար եղավ երեխուն կիչացեմ։ Հիմա դիր հետ, դիր ու գնա։ Դիր ու գնա։ Ու գնա։ Էդո, գիտակցություն մի կորչել ես ու ես Էդո, լավ ես, խոսա, Էդո,